Ողջունում եմ ձեզ հայկական խոհանոց ալիքում և առաջարկում եմ միասին պատրաստենք մակարոն շատ համեղ տարբերակով։ Մակարոնը այսօր միասին կբովենք առանց զեթի և կարագի, առանց անընդհատ խառնելու, որը ստացվում է շատ համաչափ կարմրած, թե ինչպես ենք այդպես բովում, մնացեք ինձ հետ և տեսանյութը դիտեք մինչև վերջ։ Արդյունքում ստանալու ենք շատ համեղ թանձրուկով պատրաստված մակարոն, որից ոչ ոք չի հրաժարվի։ Մակարոնը շատ համեղ սոուսով պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները։ Եթե հաճախակի թխում եք հաց, խմորեղեններ, առաջարկում եմ մակարոնը բովեք ջեռոցի մեջ։ Հացը թխելուց հետո, երբ ջեռոցը արդեն անջատել եք, սակայն ջեռոցը դեռևս տաք է, մեկ շերտով ջեռոցի տապակի մեջ լցնում ենք ցանկացած տեսակի մակարոն և դնում ենք ջեռոցի մեջ։ 3 րոպե անց մակարոնը համաչափ կարմրում է։ Այսպես խնայում եք ձեր ժամանակը և ձեռքի տակ ունենում եք բոված մակարոն, որով կարելի է պատրաստել համեղ ապուրներ կամ պարզապես մակարոնով փլավ։ Պետք եղած դեպքում մակարոնը կարելի է բովել ջեռոցում 150 C ջերմաստիճանում 4-ից 5 րոպե, մինչև մակարոնը գեղեցիկ կարմրի։ 1 cm հաստությամբ կտրատում ենք 8-ից 10 նրբերշիկ։ Մակարոնը կարող եք պատրաստել նրբերշիկի փոխարեն վերցնելով խաշած հավի կրծքամիս կամ տավարի միս։ Քանի որ իմ երեխաները սիրում են մակարոնը նրբերշիկով, ձեզ ներկայացնում եմ այս տարբերակը։ Մարանցնում ենք 1 գլուխ սոխ, սոխը կարող եք կտրատել կիսալուսնաձև կամ այնպես, ինչպես ես եմ կտրատում։ Եթե ձեր ընտանիքի անդամները սոխ չեն սիրում, կարող եք պատրաստել մակարոնը առանց սոխի, ավելացնելով մի քանի ատամիկ սխտոր։ Հեռացնում ենք լոլիկների կեղևը և բաժանում ենք խորանարդների։ Հարգելիներս, բաղադրատոմսում օգտագործվող բոլոր բաղադրիչների հստակ չափաբաժինը կգրեմ նկարագրությունների բաժնում։ Մեկնաբանությունների բաժնում կիսվեք մակարոնը պատրաստելու ձեր համեղ տարբերակներով։ Մարանցնում ենք մի փոքր փունջ մաղադանոս։ Ցողունային չոր հատվածները հեռացնում ենք և կտրատում։ Ուտեստին մի փոքր կծվահամ հաղորդելու համար ավելացնում եմ կծու ծիծակ։ Եթե կծվի սիրահար չեք, ծիծակի փոխարեն կարող եք ավելացնել քաղցր պղպեղ։ Հարգելիներս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին կամ հետևում եք իմ տեսանյութերին առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Չմոռանաք նաև հավանել տեսանյութը։ Մինչ մենք նախապատրաստեցինք մնացած բաղադրիչները, տեսեք թե որքան համաչափ կարմրեց մակարոնը։ Նման արդյունք անհնար է ստանալ, երբ մակարոնը բովում ենք թավայի մեջ ձեթով կամ յուղով։ Մակարոնը լցնում ենք թավայի մեջ և ավելացնում ենք եռման ջուր։ Ջուրը պետք է լինի այնքան, որ մակարոնը հազիվ ծածկվի։ Համեմում ենք աղով և եփում ենք այնքան, մինչև որ ջուրը քաշվի։ Վերջում, երբ մակարոնը գրեթե պատրաստ լինի, կավելացնենք սերուցքային կարագ։ Մակարոնը թողնենք եփվի և սկսենք պատրաստել սոուսը։ Ձեթի մեջ տապակում ենք սոխը այնքան, մինչև սոխը թափանցիկ դառնա։ Երբ սոխը բավականաչափ տապակվել է, ավելացնում ենք 2-ից 3 ատամիկ սխտոր, 1 ճաշի գթալ տոմատի մածուկ և մանր կտրտած լոլիկները։ Բոլոր բաղադրիչները մի լավ խառնում ենք, ծածկում ենք թավան և շոգեխաշում ենք մոտ 5 րոպե, մինչև լոլիկները իրենց հյութը արձակեն։ Հարգելիներս, շուտով հայկական խոհանոցում կպատրաստենք նաև արշտայով և բրնձով հատընտիր շատ համեղ փլավ։ Այնպես որ բաժանորդագրվեք հայկական խոհանոց ալիքին, ձեզ սպասվում է շատ համեղ բաղադրատոմսեր։ Ինչպես նկատեցիք, տոմատի մածուկը ջրով չենք բացում, որպեսզի մեր սոուսը ավելի թանձր և համեղ ստացվի։ 5 րոպե անց, երբ լոլիկները բավականաչափ հյութ են արձակել, համեմում ենք աղով, ավելացնում ենք մանր կտրտած ծիծակը, նրբերշիկը, մի լավ խառնում ենք, համեմում ենք սև պղպեղով և եփում ենք ևս 2-ից 3 րոպե։ Երեք րոպե անց ավելացնում ենք մանր կտրտած մաղադանոսը, մի լավ խառնում ենք և մեր սոուսը արդեն պատրաստ է։ Մաղադանոսի փոխարեն կարող եք ավելացնել սամիտ, համեմ, ռեհան կամ բոլորը միասին, ըստ ձեր ցանկության։ Սոուսը արդեն պատրաստ է, իսկ մակարոնի ջուրը գրեթե ամբողջովին քաշվել է, ավելացնում ենք կարագը։
Մակարոնը մի լավ խառնում ենք և մատուցում ենք մեր ուտեստը։ Մատուցվող ափսեի մեջ լցնում ենք մակարոնը և վրան ավելացնում ենք մեր պատրաստած սոուսը։ Կարող եք մակարոնը և սոուսը միասին խառնել և այդպես մատուցել։ Ես նախընտրում եմ մատուցման այս տարբերակը։ Մակարոնը այս եղանակով ստացվում է շատ համեղ և հագեցնող, անպայման փորձեք։ Դե ինչ հարգելիներս, այսօր էլ այսքանը։ Պատրաստեք սիրով, եղեք առողջ և օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։